Այսօր բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված ես եւ Ռեժ Կիրակոսյանը կազմ պատրաստ եկել ենք ձեզ հետ անցկացնելու մեր առավոտը։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող, այո, կազմը պատրաստ եկել ենք ու այս պահին առաջարկում ենք ընդհատվել մի փոքրիկ տեսահոլովակով, լսել երաժշտություն ու վերադառնալ։ Լավ ռիթմեր արթնացեք։ Արթնացանք, մտածում ենք մարզվել, նախաճաշել, թե օրինակ օրը սկսել գեղեցիկ հագուստով, բայց ինչ հագուստ, ինչպես ընտրել, ինչպես երևալ նորաձև, սա իհարկե իր տեղն ունի մասնագիտական խորհուրդների առումով, մենք կարող ենք թելադրել, բայց դե մասնագետն մեզ էլ է նաև օգնում Նաիրան Հարությունյանը, ով ավանդաբար ներկայացնում է նորաձևության իր էջը։ Նորաձևության հետքերով Նաիրա Հարությունյանի հետ։ Բարի լույս, օրդ բարի հավատարիմ հեռուստադիտողներ, եթերներում նորաձևության հետքերով Նաիրա Հարությունյանի հետ էջն է։ Եվ այսօր մենք խոսելու ենք ինքնավստահությունից, ինչ ասել, թե լինել ինքնավստահ, պարզենք միասին։ Ինչպես է արտահայտվում վստահ մարդը։ Վիզուալ կոդ։ Վստահությունը ցուցադրություն չէ, այն անհրաժեշտության բացակայությունն է ինչ-որ բան ապացուցելու, եւ վիզուալ առումով այն կարդացվում է բառացիորեն մի քանի վայրկյանում։ Սկսենք սիլուետից։ Վստահ մարդը ընտրում է հստակ ձև։ Հագուստը պահում է կառուցվածքը, ոչ թե փաթաթվում մարմին։ Չափազանց փափուկ անձև իրերը ստեղծում են անկայունության զգացում, չափազանց կոշտերը լարվածության։ Ձևի հավասարակշռությունը ներքին հենարանի առաջին նշանն է։ Երկրորդ տարը նստվածքն ու չափերն են։ Վստահությունը երբեք չի ապրում մի քիչ փոքր հագուստի մեջ եւ նույնքան հազվադեպ աճի համար վերցվածի մեջ։ Երբ հագուստը նստում է ճիշտ մարմնի վրա, այն դադարում է շեղել ուշադրությունը մարդուց։ Իսկ դա նշանակում է մարդն է կառավարում ուշադրությունը, ոչ թե հագուստը։ Երրորդը գունային կարգապահությունն է։ Վստահ մարդը հազվադեպ է մեկ կերպարում օգտագործում 3-ից ավել գույն։ Նա ընտրում է բարդ, հանգստի երանգներ, գրաֆիտ, տաք մոխրագույն, կրեմագույն, խորը կապույտ։ Սրանք վստահության, կայունության եւ ինտելեկտի գույներն են։ Որքան բարձր է վստահությունը, այնքան փոքր է տեսողական աղմուկի կարիքը։ Չորրորդ կոդը ռիթմն ու կրկնվողությունն են։ Վստահ մարդիկ ճանաչելի տեսք ունեն։ Նրանք ամեն օր չեն փոխում ոճը։ Նույն սիլուետը, նման գունապնակ, նույն վիզուալ հնարքները ձևավորում են հուսալիության եւ կշռի զգացում։ 5-րդ կետը որակն է, ոչ թե քանակը։ Ավելի լավ է 1 լավ բաճկոն, քան 5 փողզիջումային։ Ավելի լավ է պարզ կոշիկ առանց դեկորի, քան բարդ դիզայն, որը արագ է հնանում։ Վստահությունը միշտ ընտրում է երկար ճանապարհը։ 6-րդը վերաբերմունքն է մանրուքներին։ Գոտի, ժամացույց, կոշիկ, ակնոցի շրջանակ, հենց այստեղ է երևում կա ճաշակ, թե ոչ։ Վստահ մարդը չի ցուցադրում բրենդեր, նա ցուցադրում է խնամվածություն եւ ամբողջականություն, եւ շատ կարեւոր է մի պահ կեցվածքն ու շարժումը։ Նույնիսկ ամենաճիշտ կերպարը չի աշխատում, եթե մարդը կքած է, նյարդային, շտապող։ Վստահությունը հանգիստ քայլվածքն է, դանդաղ ու ճշտգրիտ ժեստերը։ Զգացումը, որ մարդը չի շտապում դուր գալ։ Եվ վերջում, վստահ մարդը ճիշտ մի փոքր ավելի պարզ է թվում, քան նրանք սպասում են, որովհետև իրական վստահությունը այն է, երբ դու չես վախենում բավականաչափ էֆեկտային լինելուց։ Հենց սա է կարդացվում որպես ուժ։ Դե ինչ սիրելիներս, եղեք միշտ ինքնավստահ, քայլեք դեպի ձեր երազանքներ, իսկ ես միշտ պատրաստ եմ օգնել ձեզ այս հարցում։ Միշտ ձեր Նաիրա Հարությունյանը։ Սիրելիներս, մեր հյուրն է այսօր Adventures Tour օպերատոր ընկերության փոխտնօրեն Արեգ Սինանյանը, բարի լույս Արեգ ջան։ Բարի լույս։ Եվ մինչ մեր զրույցը առաջարկում ենք այս պահին դիտել տեսանյութ, որից հետո պարզ կլինի, թե ինչ մասն ենք խոսել։ Չփոխեք հեռուստալիկը, մնացեք եթերում, որովհետև շատ հետաքրքիր թեմայի շուրջ ենք զրուցելու եւ ձեզ օգնելու ենք 26 թվականին ինչպես հանգստանալ, իհարկե, դիտեք տեսանյութ այս բան։
Դե ինչ վերադարձանք սիրելի հեռուստադիտող, այժմ ժամանակն է ներկայացնելու մեր ամենասիրելի հատվածը, այսինքն ունենք հյուր։ Ասեմ, որ հրաշալի թեմայից ենք խոսելու, ձեր սիրելի, այնպես որ մոտեցեք հեռուստացույցի էկրաններին ավելի մոտ, խոսելու ենք հանգստի մասին, լավողությունների մասին, եւ մեր հյուրն է այսօր Արեգ Սինանյանը, Adventure Tour ընկերության, օպերատոր ընկերության փոխտնօրենը, եւ մենք խոսելու ենք ընկերության կողմից 2026 թվականին նախատեսված նոր ուղղությունների մասին, բայց մեծամասամբ այո, որպեսզի տեսնեք թե ինչ է առաջարկում եւ ինչ կարող եք ընտրել ու գնալ հանգստանալ։ Սա այն թեման է, որ տարին 12 ամիս բոլորիս հետաքրքիր է ինչ ուղղություն ընտրենք, այս անգամ ավելի ակտուալ է Դուբայը, կարծես թե ողջույն Արեգ ջան։ Բարև ձեզ։ Առաջի անգամ չէ որ մեր տաղավարում եք արդեն այսպես ընկերական մթնոլորտ է դարձել, հա, մեր ընկերն եք հանգստի մասով, մեր լավ խորհրդատուն, ինչպես եք, ոնց եք։ Շատ լավ, մերսի։ Արեգ ջան, վստահաբար շատ էին հետաքրքրում է, որ ուղղությունն է հիմա ավելի ակտուալ, որտեղ կարող են հանգստանալ, նաև ինչու ոչ այս սեզոնին եւ առհասարակ, հա, մի քիչ խոսենք, Adventure Tour-ը ինչ է առաջարկում ես։ Ուղղությունները բազմաթիվ են, որ մարդիկ կարող են ճանապարհորդել։ Մենք էլ շատ ուղղություններ ունենք, որ առաջարկում ենք։ Սակայն կա մեկը, որը միշտ ակտուալ է, որը միշտ սեզոնի մեջ է եւ բոլոր տեսակի տուրիստներ լինեն ընտանիքներ, ընկերներ, մեծահասակներ կարող են ճանապարհորդել այդ ուղղությամբ։ Այն է Դուբայը։ Մենք ուզենք այսօր խոսել Դուբայի մասին, թե ինչ նորություններ կան, ինչ հյուրանոցներ կան, որ տիպի տուրիստներ որ հյուրանոցներ ընտրեն եւ որն է Դուբայի գնալու ամենակարևոր նյուանսը։ Սկսենք ամենասկզբից։ Ոնց որ հարցադրումներն արդեն արեցին, պատասխանները։ Որն է Դուբայի ամենակարևոր նյուանսը, որ բոլորը պետք է ընտրեն եւ գնան Դուբայ 26 թվականին պարտադիր։ Սա մի էմիրություն է, որը ընդհանուր Արաբական Միացյալ Էմիրությունները որպես այդպիսին վրանային, հա, ապրելակերպից մի 100 տարի ընդամենը չանցած, հիմա մեգապոլիսների հետ են արդեն մրցում իրենց զարգացվածությամբ, ու եթե չեք եղել Դուբայում, ապա դա պարտադիր է տեսնելը։ Անպայման գնացեք Դուբայ։ Եթե եղել եք Դուբայում 5 տարի առաջ, ապա եւս մեկ անգամ գնացեք, որտեվ տարին տարի լրիվ ուրիշ պատկեր եք տեսնելու։ Եթե անցած տարի եք եղել Դուբայում, գնացել եք ընկերներով, ապա այս տարի գնացեք ընտանիքով, որովհետև ընտանիքով լրիվ ուրիշ պատկեր կարող եք տեսնել, քանի որ ամեն հյուրանոց, ամեն տարածաշրջան, ամեն տեսարժանվար հյուրովի է ներկայացված այնտեղ։ Լիակատար համամիտ եմ, որովհետև Դուբայում կարող ես մնալ հյուրանոցում, մեկ օր տեսնես մի տեսարան, հաջորդ օրը արթնանաս, հասկանաս, որ ամեն ինչ փոխվել է, որովհետև շատ արագ է այդ փոփոխությունները կատարվում, շատ կազմակերպված եւ դիսցիպլինայով։ Վստահաբար Հայաստանից շատերը ուզում են ընտանիքով մեկնել, որովհետև ընտանեկան հանգիստը հային վայել է, ընտանիք, երեխաներ եւ այլն, այս առումով ինչ հյուրանոցներ կարող եք առաջարկել։ Ընտանեկան հյուրանոցները շատ են, բայց մինչ այդ վերադառնամ այդ նորությանը, որ մի օր արթնանում ես հաջորդ օրը լրիվ ուրիշ պատկեր է, հրավիրված ենք տուրիստական միջոցառման էքսպոյի, ու ինձ ուղարկել են, որ այս հյուրանոցում պետք է կացությունը լինի։ Իջնում եմ արդեն օդանավակայան, դիմավորող կողմը գալիս է, ինձ պետք է տեղափոխել, ասում եմ, այս հյուրանոցն, ասում եմ, բայց այդպես հյուրանոց չկա։ Ասում եմ, չէ, այս լոկացիայով, այս հասցեով, այս հյուրանոցն է ինձ պետք։ Ասում եմ, չկա տեղ տենց հյուրանոց, այնտեղ համայի տարածքներ են, այնտեղ ոչ մի բան չկա։ Ասում եմ, չէ, բայց հստակ հասցեն ուղարկված է։ Մտնում եմ, նայում եմ քարտեզով Google Map-ով, նայում եմ, տեսնում եմ, այդտեղ Google Map-ի պատկերով շինարարություն է։ Ասում եմ, չէ, արի գնանք ստուգենք։ Գնում տեսնում ենք հյուրանոցը արդեն այնտեղ կանգնած է, այսինքն այն տիպի արագ ռիթմով հյուրանոց կա այնտեղ։ Ոսկա վստահ գնացեք, ամեն ինչ շատ արագ կատարվի։ Իսկ ընտանիքների հետ կապված կա մի հյուրանոց Centara Mirage, դա Dubai Islands-ում է գտնվում, ոչ շատ հեռու օդանավակայանից, Centara Mirage-ից ամենաընտանեկան հյուրանոցն է։ Այնտեղ կան բազմաթիվ լողավազաններ, տարբեր տարիքի երեխաների համար, ամեն օր կան միջոցառումներ նախատեսված երեխաների համար, կան մի քանի խոհանոցներ, երեխաների համար նախատեսված մեծ, ավելի շատ երեխաների համար նախատեսված ծննդի կետը, քան թե մեծերի։ Եվ իրականում այդ հյուրանոցում ոնց որ մանկապարտեզում լինես, այնքան շատ երեխաներ կան։ Եթե ճանապարհորդում ես երեխայի հետ, միանշանակ Centara Mirage։ Եթե ուզում ես ավելի շատ նոր բան երեխան տեսնի, նորություններ եւ իր սիրած մուլտհերոսներին, այդ դեպքում կարող եք գնալ Dubai Parks։ Այս հատվածում կա երկու հյուրանոց՝ La Pita, որը ավելի շատ մեծահասակների համար է, եւ Legoland Dubai-ը։
որը Lego-ի թեմատիկայով կառուցված հյուրանոց է։ Այդտեղ դու տարբեր տեսակի սենյակներ կան, ամեն հարկում մի տեսակի սենյակ, օրինակ մի հարկում adventure, sense մեր կամպանիայի անունով հարկ է, որտեղ որ արկածային, եգիպտական բուրգերի, ինչ որ հետաքրքիր դիզայնով ստեղծված սենյակ է։ Մյուսը կարող է լինել թագավորական, ասպետական ինչ-որ հատված։ Մյուս հարկը արդեն հայերեն ռուսալկա, ջրահարսերի թեմատիկայով է։ Մյուսը պրինցեսաների, թագուհիների։ Այսինքն շատ այն երեխան, հա, երբ որ գալիս ես ասում որ հատվածն ես ուզում, ըստ երեխայի նախասիրության իրենք արդեն այդ հարկում են տեղավորում։ Այդ Legoland հյուրանոցը ամրագրելով մենք տալիս ենք մեր ունեցած, մեր համակարգում եղած արժեքներով, որը նաև կա booktour.am-ում, ամրագրելով այդ հյուրանոցը ամեն գիշերվա համար ունենում եք մի ամբողջ օրվա մուտք դեպի Legoland Park, էլի Lego-ի թեմատիկայով մեծ պարկ է, որը իրականում 1 օր է, մի լիարժեք օրեպետ, որ այդ պարկը տեսնեք։ Մյուս օրը կարող եք գնալ Legoland Waterland, ջրաշխարհը Legoland-ի, էլի Lego-ների թեմատիկայով փոքրերից մինչև մեծերի համար նախատեսված։ Բայց հիմնականում այս երկու հատվածները նախատեսված են մինչև 12 տարեկան երեխաների համար։ Մյուսը Motion Gate-ն է, դա մուլտերի աշխարհն է։ Չգիտեմ, Kung Fu Panda-ն, Մադագասկարը, ինչ-որ Smurfik-ներ, sense երեխաների շատ սիրելի հերոսներ։ Ու այստեղ դու մտնում ես մուլտերի մեջ ու արդեն այս նորարար տեխնոլոգիաները տվել են նոր հնարավորություն, այդ 7D կինոթատրոնները որ կան։ Դու նստում ես հատուկ ակնոցներով, ընկղվում ես մի աշխարհի մեջ ու երբ որ մուլտի մեջ ես դու հայտնվում, հերոսի հետ վազում ես, չգիտեմ, նավով ես գնում, ու երբ որ այդ ամեն ինչը վերջանում է, դու մի պա չես հասկանում, դու ես որտեղ ես, դու Դուբայում ես, թե մուլտի մեջ ես։ Ու մշտապես թարմացում է, այսինքն ես եղել եմ այնտեղ մի 7 տարի առաջ ու եղել եմ անցած տարի։ Համեմատությունները տարբեր են, լրիվ փոխվել էր ընթացակարգը ու նոր բաներ էին, նոր ատրակցիոններ էին ավելացրել։ Եւ իրենք նորություն է, որ 1 թե 2 տարի է ինչ բացվել է նաեւ Real Madrid-ի պարկը, որը արդեն ավելի մեծահասակների համար է, որ նույնպես Legoland-ում մնալով կարող ես այնտեղ մտնել։ Ես ֆուտբոլի սիրահար չեմ, ճիշտ ասած մուտք էի գործել ու չէի հասկանում, բայց այնտեղ կային մարդիկ, օ, այս ինչ է, այս որտեղ ենք հայտնվել, այնտեղ կային գավաթներ, ֆուտբոլիստների վերնաշապիկներ, ստորագրություններով։ Ֆուտբոլասերներ ավելի շատ են արեք ջան, քան ֆուտբոլաչիստները։ Ես ես մտել եմ նայում եմ տղայիս հետ, ասում եմ, նայ գավաթ է, բայց ուրիշ է գալին մտնում ասում, օ, տեսեք ֆուտբոլի սիրահարների համար դա մի դրախտ է։ Ու ամեն ինչ ֆուտբոլի թեմատիկայով, բոլոր ատրակցիոնները։ Վստահ եմ, երբ այսքան գեղեցիկ ու լավ բաների մասին ենք խոսում, հեռուստայտող ասում է, իսկ որքանով է դա մատչելի, իսկ ոնց կարող ենք ձեռք բերել եւ այլն, թե փաթեթները։ Մենք գիտենք, որ կա booktour.am, որը միշտ գնահառաչարկը ավելի մատչելի է, քան առհասարակ ասպարեզում։ Մի քիչ եւս մեկ անգամ բացահայտենք, որ հեռուստադիտողներ իմանա, թե ինչ հնարավորություններ ունի առհասարակ։ Կա մի քանի գաղտնիք։ Առաջին այն է, որ շատ հաճախ մարդիկ դիմում են միջազգային արտասահմանյան ամրագրման համակարգերին եւ այնտեղով են կատարում ամրագրումները։ Սակայն կամ ուղիղ հյուրանոցին են դիմում։ Երբ որ դուք տարին 1-2 անգամ դիմում եք հստակ հյուրանոցի եւ արժեք եք ուզում, ինքը ձեզ տալու է օրինակ գիշերվա համար $100։ Բայց մենք մասնագետներս, ովքեր տարեկան հազարավոր ամրագրումներ ենք դնում, իրանք մեզ տալու են այդ արժեքը շատ ավելի մատչելի, ու մենք ձեզ առաջարկելու ենք ոչ թե 100, այլ 80, 70։ Այդ իսկ պատճառով տուրիստական գործակալությանը դիմելը, լավ մասնագետի դիմելը, շատ ավելի մատչելի է ստացվում։ Դա մի գաղտնիք է։ Մյուսը պետք է ամրագրել նախօրոք։ Դա ոչ միշտ է հստակ, որ նախօրոք ամրագրել ավելի մատչելի է, բայց հիմնականում կան վաղ ամրագրման զեղչեր։ Ամրագրելով նախօրոք դուք կունենաք հավելյալ զեղչ։ Մյուսը դա արդեն սեզոնից դուրս ամրագրումն է։ Օրինակ, եթե ընդունված է, որ
ամառվա սեզոնը շոկ է Էմիրատներում, Դուբայում, իսկ ձմռանը մի փոքր ցուրտ, ապա պետք է ամրագրել սահմաններին։ Օրինակ հունիսի սկիզբ կամ գարնան վերջ կամ աշնան սկիզբ այդ հատվածները մինչև 20% կարող է գնիչեցում լինել։ Լավ մասնագետին եթե դիմեք ասեք որ հատվածում է որ գնիչեցում կա մեր ծրագրում այն ծրագրում որով որ մենք աշխատում ենք մեր տուրիստական գործակալությունների հետ հայաստանյան մասնագետները լավ մասնագետները գիտեն որ մենք ունենք ֆունկցիա որով երևում է գնաճը եւ զեղչերը այդ ֆունկցիան օգտագործելով մենք մի անգամից շատ հեշտությամբ կարող ենք ասել այսօրից այսօրը այսքան արժեք կա մի օր ենկոմ գնաս $50 թանկանում է այսինքն մենք հստակ կարող ենք ասենք թե որ ամսաթվերը վերցնել այսինքն այս 3 գործողությամբ կարանք ավելի մատչելի ստանանք մեր փաթեթը իսկ Booktour.am-ի մասին եթե խոսենք ինչով է առավել մյուսների համեմատ նույն ընդհանրապես առաջին սկզբունքը որ ասեցի որ մենք ուրիշ պայմաններով ենք աշխատում հյուրանոցի հետ քան միջազգային ամրագրման համակարգերը որոնք ուղիղ հյուրանոցների հետ են աշխատում այս դեպքում այսինքն հյուրանոցը այդ ամրագրման համակարգերի միջոցով իր առաջարկն է անում զբոսաշրջիկին իսկ մենք մեր առաջարկն ենք անում ոչ թե հյուրանոցի իհարկե վերջնական առաջարկը անում է հյուրանոցը բայց մեր միջոցով ուրիշ արժեք է ստացվում Եվ այդ արժեքը արտացոլվում է Booktour.am-ում։ Այսինքն նույնն է պայմանները, տարբերություն չունենք։ Հա, ավելի մատչելի քան ընդեղից։ Ավելի մատչելի։ Վստահ եմ շատերը պսակադրվում են եւ ուզում են մեկնել այս զույգերի համար օրինակ հարսանեկան հանգստի ինչ կառաջարկեք զույգերով գնան Դուբայում։ Դուբայում այդքան մեծ չէ ընտրությունը։ Զույգերը հիմնականում գնում են adult only մեծահասակների համար նախատեսված հյուրանոցներ, ինչու որպեսզի երեխաներ չլինեն, աղմուկ չլինի, հա։ Բոլոր ինչ նոր նշեցինք, այդ դրանից հեռու։ Դրա ժամանակը կգա։ Բակապարտեզ չլինի։ 2 տարի հետո հա, գնաս սենտարը։ Բոլորին է սպասում այն մյուս հյուրանոցը։ Մինչև այդ հյուրանոցն է։ Հյուրանոցներից են 5 հյուրանոցների ցանցի հյուրանոցները, 5 Palm մասնավորապես, որը մեծահասակների համար է, այնտեղ ամեն օր կան միջոցառումներ, DJ-ներ, շաբաթ կիրակի օրը ես միշտ խորհուրդ եմ տալի, եթե ուզում են գնան լավ դիսկոտեկա, փարթիներ, միշտ ամրագրեն ուրբաթ օրը գնան, շաբաթ կիրակի այդ միջոցառումներն ա լինելու, եթե կարճ են ուզում գնան, երկուշաբթի հետ գան։ То есть գնան շաբաթվա վերջը լավ անցկացնեն ու հետ գան։ Կամ երկարատև վերցնեն մի շաբաթ, բայց այնպես որ շաբաթ կիրակին մեջ ներառված լինի։ Նաև շատ ընդունված է հայերի համար Մալդիվ մեկնելը։ Մալդիվ մեկնելու համար պետք է թռնես Դուբայ, սպասես մի քանի ժամ, դեպք է լինում մինչև 9 ժամ։ Հետո եւս տերմինալ փոխես, ուրիշ տերմինալով, այսինքն դա լոկացիա պետք է փոխես։ Մյուս տերմինալով թռնես Մալե, Մալեից կախված քո հյուրանոցից, կարող է հյուրանոց լինել, որ պետքա մոտորանավակով գնաս այդ կղզի, կամ մի հատ վերցնես փոքր օդանավ թռնես ինչ-որ մի հատ կղզի, հետո այնտեղից մոտորանավակով հասնես։ Այս ամենը տևում է մոտ 1 օր։ Մինչև 1 օր կարա տևի այնտեղ հասնելը։ Հետո գնում ես այնտեղ հանգստանում ես, հələ մի օր է պետքա հետ գաս, այդ հանգիստը մոռանում ես։ Հետո գալիս ես մի հատ էլ տուն, հանգստանում ես հանգստից։ Հա, պետքա մի շաբաթ էլ հանգստանաս Երևանում։ Հիմա սրա փոխարեն Դուբայը ալտերնատիվ մոտեցում է ցուցաբերել եւ ունի The World հատվածը, որը Պալմայից մի փոքր մյուս կողմ են գնում, ավելի շատ խորացված ծոցի մեջ, դա երբ որ նայեք վերևից քարտեզներով, դա աշխարհի քարտեզն է։ Ուտեղ կան տարբեր հյուրանոցներ, ճիշտ է, կան անանտառը բարձր արժեքի հյուրանոց, որը հայերը այդքան էլ չեն սիրում, բայց կա Մոնակոյի հատվածում գնող Voco Monaco հյուրանոցը, որը էլի adult only 18+։ Էլի փարթիներ, էլի միջոցառումներ, դու ուղղակի այս դեպքում արդեն իջար Դուբայ օդանավականից այդքան է հեռու չի պորտը։ Պորտից նստեցիր մոտորանավակը գնացիր մի անգամից կղզի, շատ արագ է այդ ամեն ինչ կազմակերպվում։ Դու մի անգամից հասնում ես կղզում այդ նույն մալդիվյան հա, այդ ամեն ինչը տեսնում ես, զգում ես ու էլի շատ հեշտ հետ ես գալի։ Հրաշալի։ Իսկ սեզոնը, ո՞րն է ի վերջոյին լավագույն սեզոնը, որ պետք է մեկնել Դուբայ, որ եւ ծովը լավ լինի։ Այս վերջի տարիների անձրևներից հետո իրականում այնտեղ կլիման փոխվել է։
ես մի անգամ եղել է 5 տարի առաջ սեպտեմբերին շատ շոկ էր ու եղա 2 տարի առաջ սեպտեմբերին ցուրտ էր հիմա կախված քամիներից սեզոն որպես այդպիսին կարելի ասել չկա որովհետև շատերը նախատեսում են նախընտրում են մեկնել հանգստի ամռանը արժեքից ելնելով որտեվ այդ ժամանակ գները կարող են մինչև կրկնակի իջնել շոկի պատճառով այսինքն սա սեզոն չի համարվում բայց մեր համար սեզոն է որտեվ շատ մարդիկ ուզում են տեսնել այս հրաշքը ու նախընտրում են ամառվա սեզոնը Եվ ի վերջո սառը բասեյններ կան հյուրանոցներում չէ որ կարողանում ես այդ Կան հյուրանոցներ, հա, որ սառեցվում են կամ օրինակ, հա, Legoland-ը կարող ինքը բաց պարկ է, բայց օրինակ Motion Gate-ի մեծ հատվածը փակ հատված է։ Այսինքն դու խնդիր չես ունենում շոկի հետ։ Մի խոսքով բոլոր սեզոններին է կարելի է գնել Դուբայ եւ գտնել քո սիրելի վայրը, որտեղ կգտնես նաև հետաքրքրություն։ Արեգի աչքերի ձերում է, որ երեկոյան դիսկոներին էլ է գնալ իր բոլոր խորտող։ Այդ դիսկոներին։ Բոլոր ուղղությունները նա արդեն նշեց։ Ես արդեն Սենտարա Միրաժ եմ, ընտանեկան եմ գնում։ Դու արդեն հասկացա։ Իրական կա մի բան, որ կցանկանենք նշել, որ հեռուստադիտողը դեռ չգիտի, բայց ուզում ենք խոսել այդ մասին։ Դեռ չգիտի։ Շատ հաճախ հարցում եմ, իսկ ավելի մաչելի կարանք ստանանք այս նույնը, որովհետև կան ուրիշ ուղղություններ, բայց այնտեղ սերվիսները ավելի թույլ են, բայց երբեք չես կարող համեմատել Դուբայի Էմիրատների սերվիսի հետ, որակի հետ։ Կամ ուզում են տեսնեն ամբողջ Դուբայը, բայց ասում են, ախր եթե ես պայմանական $1000 ծախսեմ իմ այնտեղ գնալու, ախր ես գիտեմ Դուբայում ես հենց 2000-ը ծախսելու եմ։ Դա կախված է մարդուց։ Հա, մենք ունենք հաճախորդներ, որ հետ է գալի պատմում, ասում են, մենք նավ էինք վերցրել, այնտեղ յախտա էինք վերցրել, վերտալյոտ էինք վերցրել, սա մի լրիվ ուրիշ հանգիստ է։ Բայց կան հյուրանոցներ, կարող եմ նշել Millennium Barshahայց։ Այս հյուրանոցը, որ ամրագրում եք, ինքը ծայրամասային հատվածում է գտնվում, բայց լոկացիոն ինքը մեկը հարմար է հիմնական տեսարժան վայրեր գնալու։ Այս հյուրանոցը տալիս է շատ լավ արժեք եւ ունի անվճար ավտոբուս տրանսֆեր, որը տանում է 3 լողափեր Դուբայում, տանում է մոտ 4 թե 5 մոլեր եւ 1-2 տեսարժան վայրեր։ Դե խնդրեմ, Այսինքն մաչելի դու վերցնում ես հյուրանոցը, ցանկալի է այս դեպքում վերցնել նախաճաշով, որտեվ դու մնացած օրերը ճանապարհորդելու ես, տարբեր տեսարժան վայրեր ես գնալու, ծովափներ ես, հա, նախաճաշով դա վերցնում ես, մենակ նախատեսում ես արդեն դրսում սննդի համար, արդեն տրանսպորտի փողը վճարված է։ Հյուրանոցը անվճար տրամադրում է։ Հրաշալի։ Կա նաև տարբերակ նման։ Մի տեսակ ես էլ վրեժներից զգացինք, որ հանգստանալու ժամանակն է, այն էլ մեկնելու Դուբայ, այնպես որ դուք էլ հեռուստադիտողներ, եթե հիմա մտածում եք ինչպես, ոնց, երբ եւ ով կկազմակերպի, adventure tour դիմեք եւ ձեզ լավագույն առաջարկներ ոչ նաև book tour AM, այսինքն ամենից ստեղծված է որպեսզի լինի մաչելի, որպեսզի լինի հասանելի, բայց եւ այն բոլոր կրիտերիաները, այո, որոնք ուզում եք պահպանվել, կապահովեն, որովհետեւ մեր հրաշալի գործընկերն է, որ ոչ առաջին անգամ է մեծ մոտ հյուր եւ արդեն համոզվել ենք, որ միշտ ապահովում են հրաշալի հանգիստ եւ ճիշտ ուղղություններով անհատական մոտեցում է արվում։ Սա շատ կարեւոր է։ Մեր հյուրներ Արեգ Սինանյանը, շնորհակալ ենք շատ, Արեգ ջան։ Ձեզ մաղթում ենք հաճելի հանգիստ, չէ՞։ Նոր ուղղություններ բացահայտեք ու նաև առաջարկեք, մենք էլ միշտ կհետևենք ու սիրով կհյուրընկալենք մեր տաղավարում, կբարձրաձայնենք փոփոխություններն ու հետաքրքիր նորությունները ձեզ հետ կապված։ 26 թվականին նոր վայրեր գտնելուն պես պատրաստ ենք իհարկե ձեզ այստեղ հյուրընկալելու ու ներկայացնելու իհարկե հեռուստադիտողին, որպես իրենք էլ անմասն չմնան ու գնան ու տեսնեն աշխարհն ու հանգստանան նաև ինչ ոչ։ Մեծ սիրով։ Դե ինձ ելներս մեր հյուրներ Adventure Tour օպերատորի փոխտնօրեն Արեգ Սինանյանը, շնորհակալություն զրույցի համար։
Իսկ մենք այսօրվա համար նախատեսենք այսքանը, բայց երկուսից տրամադրությունն էլ հանգստյան է, հիշեք, որ արդեն սեզոն էլ չկա։ Երբ կարողանում եք, վերցրեք եւ փոկվեք հանգստի։ Այո, հանգստի համար ժամանակ չկա, հանգստի համար այդ ժամանակը դուք պետք է գտնեք նամանավանդ, եթե աշխատում եք օրնի բուն։ Եվ լավ աշխատելու համար միշտ հարկավոր է նաեւ Լավ լավ հանգստանալ։ Խնայեք ձեզ, մտածեք ձեր մասին եւ ընտրեք ձեր օրերը Դուբայ մեկնելու այս պարագայում։ Այսօր այսքանը ձեզ ասում ենք լավ օր բոլորիդ եւ այսօր եւս գտեք մի փոքրիկ հատված եւ հանգստացեք։ Մնացեք բարով։ Լավ մնացեք։